Լոս Անջելեսի Garfield ավագ դպրոցի ավելի քան 1000 աշակերտ ու ուսուցիչ երկուշաբթի առավոտյան տարհանվել են, երբ դպրոցի հարակից տարածքում մեկնարկել է լայնածավալ իրավապահ գործողություն։ Լոս Անջելեսի դպրոցական շրջանի ներկայացուցիչը հայտնել է, որ տարհանումը կատարվել է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով եւ գործողությունը չի առնչվել ներգաղթի վերահսկողությանը կամ IC գործողություններին։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության տեղեկացմամբ միջադեպը կապված է Հյուսիսային Կալիֆոռնիայի Յոլո շրջանի շերիֆի գրասենյակի հետաքննության հետ։ Իրավապահները խուզարկել են Garfield ավագ դպրոցին մոտ գտնվող տունը, որտեղից առգրավել են մի շարք իրեր։ Ըստ Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության խոզարկության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, ինչի հետևանքով դպրոցը եւ մոտակա տարածքը 300 մետր շարավղով փակվել է։ Այս պահին պաշտոնական աղբյուրները չեն հրապարակել դեպքի մանրամասները, իսկ Յոլո շրջանի իշխանությունները խոստացել են առաջիկայում նոր տեղեկատվություն տրամադրել։ Իսկ այժմ կարճ այն մասին, թե ինչին կանդրադառնանք թողարկման ընթացքում։ Չիկագոյից Գերմանիա ուղևորվող ինքնաթիռի մեջ մի տղամարդ մետաղական պատարագաղով հարձակվել է 2 դեռահասի վրա։ ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտնել է, որ միաժամանակ 2 առանձին միջադեպերի արդյունքում ամերիկյան նավատորմի ուղղաթիռ ու կործանիչ են կործանվել։ TikTok-ում հրապարակվել է տեսանյութ կոչ անելով սպանել Ֆլորիդայի գլխավոր դատախազին։ Մանրամասների մասին կպատմեմ րոպեներ անց։ 2028-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Gavin Newsom-ին արած հայտարարությունից հետո Թրամփը հավանական թեկնածուներին է ներկայացրել, նշելով, որ նրանց դեմ մրցելն անհնար է, իսկ թե ում մասին է խոսքը կիմանաք հաղորդման ընթացքում։ Բալթիմորում գտնվող ավագ դպրոցում զավեշտալի, բայց մտահոգիչ միջադեպ է տեղի ունեցել։ ԱՄՆ-ում մեծ քաղաքներում ապրելու երազանքը գնալով ավելի թանկ է դառնում, երբ Լոս Անջելեսում մեկ սենյականոցի ամսական վարձը արդեն մոտ $2600 է, իսկ ծայրամասերում էլ արագ է թանկանում։ Միլիոնավոր ընտանիքներ կանգնած են պարզ հարցի առջև՝ վարձես բնականon, թե գնաս մեկ այլ քաղաք։ Երազանքի հետևից։ Դիտեք թողարկումը մինչև վերջ եւ ես ձեզ կպատմեմ մանրամասները թվերով։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին։ Ես Ալադա Ավթյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Չմոռանաք լայքել տեսանյութը եւ մեկնաբանություններում գրել, որտեղից եք հետեւում մեզ։ Այս պարզ քայլերը օգնում են YouTube-ի ալգորիթմին ավելի շատ հայերի ցուցադրել այս տեսանյութը եւ ցույց են տալիս ձեր գնահատականը մեր կատարած աշխատանքի համար։ Անցնենք այսօրվա թեմաներին։ Չիկագոյից Գերմանիա ուղևորվող ինքնաթիռի մեջ մի տղամարդ մետաղական պատարագաղով հարձակվել է 2 դեռահաս ուղևորների վրա։ Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բոսթոնում։ Մասաչուսեթսի դատախազի գրասենյակը հայտնել է, որ 28-ամյա Pranit Kumar-ը մեղադրվում է սառը զենքով հարձակման եւ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Տղամարդը ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո ձերբակալվել է։ 17-ամյա ուղևորներից մեկը արթնացել է այն պահին, երբ տղամարդը կանգնած է եղել իր դիմաց, նա հարվածել է դեռահասի ուսին, ապա երկրորդ պատանուն։ Երբ անձնակազմը փորձել է միջամտել, տղամարդը ձևացրել է, թե ձեռքին զենք ունի, կրակել է մատներով եւ փորձել հարվածել մեկ այլ ուղևորի ու բորդուղեկցորդի։ Պաշտոնական տվյալներով տղամարդը Հնդկաստանի քաղաքացի է, ով ԱՄՆ էր մուտք գործել ուսանողական վիզայով, աստվածաբանական բաժնում մագիստրոսական ծրագրով սովորելու նպատակով, սակայն այժմ չունի օրինական կացության կարգավիճակ։ ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտնել է, որ միաժամանակ 2 առանձին միջադեպերի արդյունքում ամերիկյան նավատորմի ուղղաթիռն ու կործանիչը հարավչինական ծովում կործանվել են։ Դեպքերը տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին, երբ օդանավերը մասնակցում էին պլանային վարժանքների։ Առաջին վթարը տեղի ունեցել, երբ ռազմական ուղղաթիռը վթարվել է տեղական ժամանակով 14:45-ի սահմաններում։ Բարեբախտաբար անձնակազմի 3 անդամները հաջողությամբ փրկվել են։ Ավելի ուշ նույն օրը ծովն է ընկել նաև կործանիչը։ 2 օդաչուներն էլ հասցրել են փրկվել։ USS Nimitz ավիակիրն աշխարհում գործող ամենամեծ ռազմական նավերից մեկն է եւ ԱՄՆ-ի նավատորմի ամենահին ծառայողը։ Այն շարունակում է իր մասնակցությունը Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրականացվող վարժանքներին, սակայն նախատեսված է, որ 2026 թվականին ավիակիրը կդադարեցնի իր ռազմական ուղին։
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում Ամերիկայի Դաշնային հետաքննությունների բյուրոն ձերբակալել է 29-ամյա Թայլեր Ուիլսոնին, ով TikTok-ում հրապարակել է տեսանյութ, կոչ անելով սպանել Ֆլորիդայի գլխավոր դատախազ Փեմ Բոնդին և խոստանալով $45,000 պարգևավճար։ Հրապարակման տեքստում նա գրել է, թե ցանկանում է Բոնդին կենդանի կամ մեռած, ցանկալի է մեռած։ Հետաքննությունը սկսվել է հոկտեմբերի 9-ին, երբ մի օգտատեր դիմել է Դաշնային հետաքննությունների բյուրո։ Քննության ընթացքում TikTok, Google և Comcast ընկերությունները համագործակցել են բյուրոյի հետ, տրամադրելով տեխնիկական տվյալներ, որոնք օգնել են բացահայտել օգտահաշվի տիրոջը։ Ավելոսին առաջադրվել են մեղադրանքներ Դաշնային պաշտոնյայի դեմ սպառնալիք հնչեցնելու և սպանության կոչի համար։ Թրամփը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի նոր վարչապետ Սանայե Տակայիչիի հետ, ով դարձել է երկրի պատմության առաջին կին ղեկավարը։ Կողմերը հայտարարել են, որ ԱՄՆ-Ճապոնիա դաշինքը գտնվում է իր պատմության ամենաուժեղ փուլում և պատրաստակամ է անվտանգության ու տնտեսական ոլորտներում խորացնել համագործակցությունը։ Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու կարևոր փաստաթուղթ՝ Ոսկե դարի ամերիկա-ճապոնական գործընկերության հռչակագիրը և մատակարարման շղթաների ու հազվագյուտ մետաղների համատեղ վերահսկման մասին համաձայնագիր։ Քննարկվել են նաև առևտրային պայմանավորվածություններ, կողմերը համաձայնել են 15% մաքսատուրքի շուրջ և հաստատել Ճապոնիայի $550 միլիարդ ներդրումները ԱՄՆ տնտեսության մեջ։ Տակայիչի իր խոսքով բարձր է գնահատել Թրամփի դերը միջազգային հակամարտությունների կարգավորման գործում և հայտնել է, որ պատրաստվում է առաջադրել նրան որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուն։ Ճապոնիան նաև որոշել է որպես բարեկամության խորհրդանիշով նվիրել ԱՄՆ-ին 250 բալենու ծառ, որոնք կտեղադրվեն ամերիկյան տարբեր քաղաքներում նվիրված անկախության 250-ամյակին։ Թրամփը հայտարարել է, որ ինքն անձամբ չի բացառում 2028 թվականի մասնակցությունը նախագահական ընտրություններին, սակայն նկատի ունի, որ իր համար դա կլինի երրորդ ժամկետ, ինչը հակասում է սահմանադրությանը։ Այդ պատճառով, ինչպես ընդգծել են նա, ամենահավանական թեկնածուներն են ներկայիս փոխնախագահը Ջեյ Դի Վենսը և պետական քարտուղարը Մարկո Ռուբիոն։ Թրամփը այս հայտարարությունը արել է լրագրողների հետ զրույցում նախագահական ինքնաթիռում Ճապոնիա մեկնելու ճանապարհին։ Լրագրողները հիշեցրել են Սթիվ Բենոնի վերջին հայտարարությունը, թե Թրամփը պետք է փորձի առաջադրվել երրորդ անգամ։ Թրամփը ժպիտով պատասխանել է. «Ես հաճույքով կանեի դա։ Ինձ մոտ լավագույն արդյունքներն են ամբողջ պատմության մեջ, բայց այդ մասին լուրջ չեմ մտածել և վստահ եմ, որ ԱՄՆ-ում կան շատ լավ մարդիկ, ովքեր կարող են ստանձնել այդ պաշտոնը»։ ԱՄՆ-ի մանրածախ մատակարարները վերջին շաբաթներին ակտիվորեն ներմուծում են չինական ապրանքներ, փորձելով նախապես ապահովել իրենց նոր մաքսատուրքերից։ Ըստ Reuters-ի, հատկապես մեծ պահանջարկ ունեն մանկական սայլակները, խաղալիքներն ու սեզոնային պարագաները։ Շատ մատակարարներ, որոնք աշխատում են Walmart, Amazon կամ Target խանութների ցանցի հետ, որոշել են ավելացնել պահեստային պաշարները, նույնիսկ բարձր պահեստավորման ծախսերի գնով։ Այս քայլը կապված է այն անորոշության հետ, որը առաջացել է գագաթնաժողովից առաջ, երբ նախագահ Թրամփը չինական ներմուծման վրա սպառնացել էր 100%-անոց մաքսատուրքերով։ Թեև գագաթնաժողովում այդ որոշումը հետաձգվեց, շատ ընկերություններ ապրանքները ժամանակից շուտ ներմուծելով արդեն հասցրել էին ապահովագրել իրենց։ Ամերիկյան ռազմածովային ուժերում լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ վերջին ամիսներին ԱՄՆ ափերի մոտ ավելի հաճախ են նկատվում ջրի տակ շարժվող անհայտ ծագման օբյեկտներ։ Ինչպես հայտնում է New York Post-ը, այս երևույթների մասին տվյալներ են հավաքվել Enigma հարթակի միջոցով, սա համակարգ է, որը ուսումնասիրում է անսովոր և անբացատրելի դեպքերը։ Ըստ հրապարակման, միայն 2022-ի վերջից հարթակը ստացել է ավելի քան 30,000 հաղորդագրություն, որոնց մեծ մասը վերաբերվում է ոչ թե երկնքում, այլ հենց ջրի մակերեսին կամ խորքերում նկատված օբյեկտներին։ Միայն այս տարվա օգոստոսին ԱՄՆ ափերից մինչև 10 մղոն շառավղով գրանցվել է մոտ 9,000 նման դեպք, որոնցից մի մասը պատմում է օբյեկտների մասին, որոնք շարժվել են կամ անհետացել ջրի տակ առանց որևէ հետքի։ Ամենաշատ դիտարկումները եղել են Կալիֆոռնիայի և Ֆլորիդայի ափերին, որտեղ ականատեսները նկարահանել են նաև կանաչ լույսեր, որոնք շարժվել են ջրի տակ։ Enigma հարթակի հրապարակած քարտեզներում այս վայրերը նշված են նարնջագույն կետերով, որոնք ձգվում են ամենաարևելյան և արևմտյան ափերի երկայնքով։ Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, գիտնականներն ու զինվորականները դեռ չեն կարողանում ասել, սակայն նման դեպքերի քանակը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։
Ըստ Financial Times-ի վերջին ամիսներին բազմաթիվ բիզնես ոլորտներում աճել է արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ կտրոնների թիվը։ Աշխատողները օգտագործում են AI գործիքներ, ներկայացնելով ֆիկտիվ ծախսերի հաշվետվություններ։ Ֆինանսական հսկողությամբ զբաղվող Epzen հարթակի տվյալներով հայտնաբերված խարդախ փաստաթղթերի 14%-ը արդեն AI-ով է ստեղծված։ Իսկ Ramp ընկերությունը ընդամենը 3 ամսում բացահայտել է ավելի քան $1 միլիոն կեղծ հաշվետվություններ։ Ռուսական Lukoil ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել իր արտասահմանյան ակտիվները մի շարք երկրների կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Ըստ Politico-ի վաճառքը կկատարվի ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությամբ, որը վերահսկում է միջազգային պատժամիջոցների իրականացումը։ Ընկերությունը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կդիմի թույլտվության ժամկետի երկարացման արտասահմանյան օբյեկտների աշխատանքը չդադարեցնելու համար։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան սառեցրել են Lukoil-ի և Rosneft-ի ակտիվները, արգելելով նրանց նոր գործարքներ կնքել։ Թրամփը հայտնել է, որ այս տարվա սկզբին Walter Reed-ի հիվանդանոցում անցել է MRT և կոգնիտիվ թեստ, որոնք իր խոսքով ցույց են տվել կատարյալ արդյունքներ։ Նա նշել է, որ հետազոտությունները հրապարակված են ամբողջությամբ եւ ընդգծել. «Ես միշտ հանրությանը ազնվորեն տեղեկացրել եմ իմ առողջական վիճակի մասին»։ Թրամփը հավելել է, որ բժիշկներն իր արդյունքները անվանել են իսტორիկային խմբում լավագույններից, շեշտելով, որ ոչ մի նախկին նախագահ այդքան բաց եւ մանրամասն հաշվետվություններ չի ներկայացրել։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Time ամսագրի այս շաբաթվա շապիկին հայտնվել է այն մարդ, ով անցել է ծայրահեղ ծանր փորձության միջով։ Լուսանկարում ներկայացված Էլի Շարաբին 491 օր եղել է Համասի գերության մեջ, իսկ այժմ իր պատմությունն է ներկայացնում ամբողջ աշխարհին։ Շապիկի վերնագիրն արդեն խոսուն է։ Ես անցկացրել եմ 491 օր որպես պատանդ։ Սա է իմ պատմությունը։ Լուսանկարում նա կանգնած է ծովափին պարզ հագուստով եւ մտքերով։ Խաղ բնապատկերը հակադրում է այն դժվարություններին, որոնցով անցել է նա։ Թայմը շեշտում է, սա միայն մեկ անձի պատմություն չէ։ Այն հիշեցնում է, որ հակամարտություններն ունեն մարդկային ծանր հետևանքներ, եւ յուրաքանչյուր գերության մեջ գտնվող մարդ ունի ընտանիք, սպասում եւ հույս։ Այս հոդվածում Շարաբին պատմում է, թե ինչպես է պայքարել ապրելու համար, ինչպես է դիմացել հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներին, եւ ինչ դժվարությունների է բախվել ազատության ճանապարհին։ Թայմը նպատակ ունի ընթերցողին ցույց տալու, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նման փորձը մարդու դաստիարակության, առողջության եւ ապագայի վրա։ Շապիկը նաեւ միջազգային կոչ է չմոռանալու այն մարդկանց մասին, որոնք դեռ գերության մեջ են եւ սպասում են ազատ երկնքի տակ կանգնելու պահին։ Իլոն Մասկի XAI ընկերությունը հոկտեմբերի 27-ին գործարկել է նոր նախագիծ Grokpedia, որը ներկայացվում է որպես արհեստական բանականությամբ աշխատող Wikipedia-ի այլընտրանք։ Պլատֆորմը հիմնված է Grok մոդելի եւ X հարթակի տվյալների վրա եւ ըստ ստեղծողների նպատակ ունի տրամադրել առանց ցենզուրայի անաչառ եւ ստուգված փաստեր։ Թեստային տարբերակը ներառել է շուրջ 885,000 հոդված, որոնք ուղեկցվում են պարզ ինտերֆեյսով, սակայն անմիջապես գործարկումից հետո օգտատերերի անսպասելի հոսքի պատճառով կայքը կաթվածահար է եղել։ Մի քանի ժամ անց Grokpedia-ն դադարել է գործել եւ մինչ այժմ հստակ չէ, թե երբ այն կվերագործարկվի։ Նոր նախաձեռնությունը երկակի արձագանք է առաջացրել։ Իլոն Մասկի հետևորդները այն համարել են գիտելիքի ազատության քայլ։ Մինչդեռ քննադատները կասկածի տակ են դրել հարթակի անաչառությունը, նշելով, որ այն կարող է վերահսկվել նույն մեդիա միջավայրի շրջանակներում, որը Մասկը փորձում է վերաձևել։ ԱՄՆ-ի խոշոր անշարժ գույքի գործակալություններից մեկի ղեկավարն ասել է, որ Z սերնդի երիտասարդները, այսինքն 1997-ից 2012 թվականի միջակայքում ծնվածները, եթե ցանկանում են ապագայում տուն գնել, արդեն պետք է կրճատեն իրենց ավելորդ ծախսերը։ Նյու Յորքում գործող Corcoran Group ընկերության գլխավոր տնօրենի խոսքով երիտասարդները պետք է հրաժարվեն Starbucks-ի սուրճից, օգտագործեն մետրո, Uber-ի փոխարեն եւ ընդհանուր առմամբ դադարեն գումար ծախսել այն բանի վրա, ինչը պարտադիր չէ։ Հարցումները ցույց են տալիս, որ Z սերնդի մոտ 90%-ը ցանկանում է ունենալ սեփական բնակարան, բայց 62%-ը չի հավատում, որ երբևէ կհաջողվի։ Այնուամենայնիվ, նույնիսկ խնայողությունների դեպքում Նյու Յորքում անշարժ գույք գնելը մնում է գրեթե անհասանելի։ Վերջին տվյալներով Մանհեթենում բնակարանների միջին գինը հասնում է մոտ 1.2 միլիոն դոլարի, իսկ միջին վաճառքի արժեքը գրեթե 2 միլիոն դոլարի։ Բրուքլինում ցուցանիշները մի փոքր ցածր են՝ 1.4 միլիոն վաճառքի միջին գին, ինչը ցույց է տալիս, թե որքան բարդ է
երիտասարդների համար անշարժ գույքի շուկա մուտք գործելը։ ԱՄՆ-ի մեծ քաղաքներում բնակարան բարձելն այսօր դարձել է լուրջ սոցիալական խնդիր։ Տնտեսական փոփոխություններն ու բնակչության աճը բարձրացրել են վարձակալության գները, ինչի հետևանքով շատ ընտանիքներ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են միայն բնակարան ունենալու համար։ Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը օգնում է պատկերացնել, թե ինչպես է փոխվում քաղաքային կյանքը եւ ինչ ֆինանսական դժվարություններ են հանդիպում միլիոնավոր վարձակալներ։ ԱՄՆ-ում վարձակալության շուկան շարունակում է մնալ խիստ անհավասար, կախված թե նահանգից, թե մեծ քաղաքի կենտրոնից կամ ծայրամասերից։ Վերջին տվյալներով ամբողջ երկրի միջին ամսական վարձը մոտ $1750 է, ինչն արդեն մեծ բեռ է շատ մարդկանց համար։ Բայց մեծ քաղաքներում այս թիվը կարող է մոտենալ կամ անցնել $2500 շեմը։ Կալիֆոռնիան ամենաթանկ նահանգներից է։ Այստեղ միջին վարձը մոտ $2634 է։ Նույն ժամանակ Օքլահոմայում նույն միջին ցուցանիշը ընդամենը $1070 է, այսինքն գրեթե կրկնակի ու ավելի տարբերություն, կախված բնակության վայրից եւ տնտեսությունից։ Այս հակադրությունը ցույց է տալիս, որ բարձր տնտեսական կենտրոնների առկայությունը անմիջապես բարձրացնում է բնակարանների արժեքը։ Տարածքային տարբերությունները հատկապես տեսանելի են մեծ քաղաքներում։ Օրինակ Լոս Անջելեսում միջին վարձը կազմում է մոտ $2762, այն դարձնելով ԱՄՆ-ի ամենաթանկ քաղաքներից մեկը։ Մինչդեռ նույն մետրո տարածքի ծայրամասերում մեկ սենյականոց բնակարան կարելի է գտնել մոտ $1500-ով։ Այսպիսով, քաղաքային կենտրոնը վճարի առումով դարձել է առավել ծանրաբեռնված գոտի։ Տվյալները նաև ցույց են տալիս, որ վերջին տարիներին մեծ քաղաքների սահմաններից դուրս ծայրամասերում վարձակալության գների աճը եղել է ավելի արագ, անգամ գերազանցելով քաղաքային աճը։ Վիճակագրության համաձայն որոշ նահանգներում ծայրամասերում վարձերը տարեկան աճել են շուրջ 27%, մինչդեռ քաղաքի կենտրոնում մոտ 20%։ Սա վկայում է բնակչության ակտիվ վերաբնակեցման մասին։ Մարդիկ փորձում են խուսափել բարձր արժեքներից, բայց արդյունքում ծայրամասերն էլ են թանկանում։ Ընդհանուր պատկերը միանշանակ չի։ Կա եւ աճ եւ որոշ վայրերում կայունացում կամ անկում։ Սակայն հստակ է մի բան, ԱՄՆ-ում բնակարան բարձելն այսօր պահանջում է զգալի պլանավորում, հաշվի առնելով տեղանքի տնտեսական զարգացումը, աշխատատեղերի կենտրոնացումը եւ բնակիչների միգրացիոն նախընտրությունները։ Վարձակալության շուկան մնում է լարված, իսկ մեծ քաղաքներում ապրելու ցանկությունը դեռ շատ թանկ հաճույք է։ Բալթիմորում գործող ավագ դպրոցում զավեշտալի, բայց մտահոգիչ միջադեպ է տեղի ունեցել։ Արհեստական բանականությամբ աշխատող անվտանգության համակարգը սխալմամբ աշակերտի ձեռքերում գտնվող չիպսերի տոպրակը ճանաչել է որպես զենք։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բռնել են աշակերտին, ձեռնաշղթաներ հագցրել։ Ավելի ուշ պարզվել է, որ իրականում վտանգ չի եղել։ Տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես են իրավապահները շրջապատում պատանուն եւ ձերբակալում նրան։ Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ համակարգը գործել է ավտոմատ կերպով, արձագանքելով կասկածելի օբյեկտի ազդանշանին։ Դեպքը նորից առաջ է բերել քննարկումներ կապված արհեստական բանականությամբ աշխատող անվտանգության համակարգերի հուսալիության հետ։ Այս շաբաթվանից Amazon ընկերությունը սկսում է զանգվածային կրճատումներ լուծարելով շուրջ 30,000 կորպորատիվ աշխատատեղ։ Սա համարվում է ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ամենամեծ կրճատումներից մեկը եւ կապված է արհեստական բանականության զարգացման ուղղությամբ ընկերության ռազմավարական վերակազմավորման հետ։ Կրճատումները կկազմեն Amazon-ի գրասենյակային աշխատակազմի ընդհանուր 350,000 աշխատակիցներից մոտ 9%-ը։ Գործընթացը սկսվել է այսօր եւ կարող է տևել մի քանի շաբաթ։ Ընկերությունը դեռևս չի արձագանքել մամուլի մեկնաբանությունների խնդրանքներին։ Սիեթլում գործող տեխնոլոգիական հսկան նման փոփոխություններ սկսել էր դեռ 2021 թվականին, երբ գլխավոր տնօրեն դարձավ Andy Jassy, փոխարինելով հիմնադիր Jeff Bezos-ին։ Նախորդ 2 տարիներին Amazon-ը արդեն կրճատել էր շուրջ 27,000 աշխատատեղ։ Լոս Անջելեսի քաղաքային բնակարանային գործակալությունը նախատեսում է Կորեաթաունի տարածքում գտնվող 30 բնակարանանոց շենք գնել։ Նախագիծը ֆինանսավորվում է Կալիֆոռնիայի Homekey Plus ծրագրի միջոցով մոտ $9 միլիոն դրամաշնորհով, որը նպատակ ունի արագորեն ստեղծել նոր բնակարանային տարածքներ եւ ապահովել սոցիալական աջակցություն անհեթևան բնակիչներին։ Շենքը գտնվում է 630 North Oxford Avenue հասցեում եւ ներկայումս ունի 28 բնակարան ու 2 հավելյալ տարածք, որոնք վերակառուցումից հետո կօգտագործվեն շենքի կառավարիչների համար որպես ծառայողական բնակարաններ։ Լոս Անջելեսի քաղաքային բնակարանային գործակալությունը, որը հիմնադրվել է դեռևս 1938 թվականին, այս պահին ղեկավարում է ավելի քան 12,000 բնակարան եւ տրամադրում է շուրջ 60,000 վաուչեր իր Section 8 ծրագրի միջոցով, օգնելով Լոս Անջելեսի հազարավոր ընտանիքների։
Վաշինգտոնում գտնվող Սուրբ Սրտի տաճարը, որը երկար տարիներ համարվել է խաղաղաղոթքի վայր, վերջին ամիսներին դարձել է անհանգստության պատճառ իր այցելուների համար։ Սպիտակ տան հարևանությամբ գտնվող այս կաթոլիկ եկեղեցու համայնքի մեծ մասը ներգաղթյալներ են, եւ ինչպես նշում են եկեղեցու առաջնորդները, նրանք դարձել են դաշնային ներգաղթի ուժեղացված հսկողության հիմնական թիրախներից մեկը։ Տաճարի տվյալներով օգոստոսից ի վեր եկեղեցու ավելի քան 40 անդամներ ձերբակալվել կամ արտաքսվել են։ Շատերը հիմա վախենում են անգամ դուրս գալ իրենց տներից պատարագի, սննդի կամ բժշկական օգնության համար։ Վաշինգտոնի arczepiskopos կարդինալ Ռոբերտ Մաքելրոյը խստորեն քննադատել է կառավարությանը, ասելով, որ այն վախն օգտագործում է մարդկանց խաղաղությունից զրկելու համար, եւ որ այս ամենը վերածվել է իրական ահաբեկման գործիքի։ Վաշինգտոնում վարչակազմի նախաձեռնած ներգաղթի գործողությունները թեև պաշտոնապես ավարտվել են սեպտեմբերի 10-ին, սակայն մայրաքաղաքում դեռ հետ չեն կանչվել դաշնային գործակալներն ու ազգային գվարդիայի զինվորները։ Ամերիկայի Իլինոյս նահանգի Buffalo Grove քաղաքում ապրող փոքրիկ խոզուկ Նորբերտը դարձել է համաշխարհային սենսացիա, գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաարագ սքեյթբորդ վարող խոզը։ Նա 10 մետր անցել է ընդամենը 11:32 վայրկյանում, եւ դրա համար նրան սկսել են սիրով կոչել Tony Pork, ի պատիվ լեգենդար սքեյթբորդիստ Թոնի Հոուքի։ Okay, ready? Let's go. Նորբերտը սքեյթբորդ վարել սովորել է մի քանի տարի առաջ։ Նրա տերը պատմում է, որ խոզուկը առաջին անգամ տախտակի վրա կանգնել է սովորել ընդամենը 15 րոպեում, իսկ քիչ անց արդեն կարողացել է ինքնուրույն վարել, քանի որ նա շատ է սիրում քաղցրավենիք։ Ուսուցումն անցել է հեշտությամբ։ Ամեն հաջող քայլից հետո Նորբերտը ստանում է իր սիրելի խորտիկը։ Այսօր Նորբերտը դարձել է ոչ միայն սոցիալական ցանցերի աստղ, այլև գիտնականների հետաքրքրության առարկա։ Կենդանիների վարքագծի հետազոտողները նշում են, որ նրա օրինակը ցույց է տալիս, որ ճիշտ մոտեցման, համբերության եւ խրախուսման միջոցով նույնիսկ ամենաանսպասելի կենդանիները կարող են սովորել բարդ հմտություններ։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հղումով, որը կհայտնվի ձեր էկրանին։ Ցանկանում եմ նշել, որ մեր թիմը բարձր է գնահատում ձեր լայքերն ու աջակցությունը։ Դա իսկապես օգնում է մեր նախագծի առաջխաղացմանը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 5:30-ին։ Ցտեսություն։